Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն է եթերում, Փակ TV-ն, որը այսօր ձեզ համար պատրաստել է հերթական հաճելի անակնկալ հանդիպումը։ Այո, ես չեմ սխալվում ասելով հաճելի անակնկալ, որովհետև այսօր հերթական անգամ հյուրընկալել ենք Arianna News պրեսի հիմնադիր Arianna Hovsepianին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Փառք Ղուշյան։ Աստծո, այսօր քեզ Մարիաննայի հետ չխառնեցի։ Հա, եթե անկեղծ սպասում էի, որ պետք է ասեք Մարիաննա։ Նախ ինչպես եք։ Լավ, շնորհակալ եմ, դուք լավ լինեք։ Եթե դուք լավ եք, հավատացեք, ես вообще լավ կլինեմ։ Ինձ ուրախացնում է այն փաստը, որ դու միշտ հաճույքով ես մեզ հյուրընկալվում։ Ես նաև ձեզ շատ սիրում հարգում եմ, որովհետև ես վստահ եմ, ձեզ շատ մարդիկ են ասել Արիաննային, հանկարծ չկանչեք ձեր եթերներին, որովհետև բոլոր տեղերն ասված, հանկարծ չկանչեք։ Դուք այդ չեք հանդգնում էլի ինձ, այլ սիրով միշտ հյուրընկալում եք ձեր մոտ։ Երկար տարիներ ճանաչելով քեզ, ինձ ուրախացնում է, որ դու միշտ նույն կայուն անձնավորությունն ես։ Դա շատ կարևոր է։ Մեր օրերում քիչ կարելի է հանդիպել նման մարդկանց, առանց չափազանցության նման։ Այսօր այս կուսակցության անդամ է, վաղը մեկ այլ այն մյուսը մեկ։ Այն ֆիլմ կար, չէ՞, Սվաջբա Մալինովկի։ Գլխարկը որ գալիս էր։ Դե այդպեսի մենք քաղաքական գործիչներ շատ տեսանք այս վերջի տարիներին։ Համամիտեք։ Թափված ինչքան ուզեք։ Վերջում մնում է ավելը վերցնեմ Սավոկի հետ սկսեմ մաքրել, դա է մնում։ Արիաննա, անօրինական քարոզարշավը վաղուց սկսվել է եւ ամեն կուսակցություն փորձում է երովի ներկայանալ, դե չեմ խոսում իշխող կառույցի մասին, թե ինչ հնարքներ է անում։ Իդեպ այսօր հեքիաթ պատմելու օրն է եւ երեք էլ մենք տեղեկանցանք Փաշինյանի հերթական կարելի ասել հեքիաթային հայտարարությանը թոշակները բարձրանալու են 10,000-ով։ Ընդամենը մի քանի ամիս առաջ ասել են, ինչ պիտի անի թոշակառուն այդ 10,000-ը, բայց ընտրություններից առաջ սթափվեցին ԿՊԱ-կանները եւ նման հայտարարություն։ Իր այսպիսի ինքնատիպ մոտեցմամբ աչքի ընկավ մեր հարազատ կառավարությունը նաև երբ երեք վիոլա ջուրը հայտարարեց, որ ամռանամիսներին ջրանջատումներ են, այսօր անմիջապես կառավարությունը միջամտեց եւ ասեց ոչ, մարդիկ իրավունք ունեն գիշերները դուշ ընդունելու, այնպես որ դուք ջուր կունենաք։ Եթե անկեղծ ես ապրում եմ կենտրոնում 24 ժամ ես ջուր ունեմ, պարոն Ղուշյան, իսկ այդ հեքիաթները, որ դուք ասում եք, այո, ես այդ հեքիաթներին 8 տարի է չեմ հավատում։ Փաշինյանը, այդ պետական դավաճանը, երբ որ ընդդիմադիր հայացքներով ազգային ժողովից բլյա հիստերիայի մեջ ընկած վարքապեկում էր նախկիններին, տիպը ինքը մտածում է հայ ժողովրդի մասին, ես այդ ժամանակ էլ եմ իրեն քննադատել, որովհետև ինքը այն մարդն է եղել, որը չի կարելի երբեք նրան հավատալ։ Գիտեք, եւ ամենահետաքրքիրը որն է, ոչ ոք հարց չի տալիս այս պետական դավաճանին 18 թվականին, երբ որ դու հիշում եք, ինքը գնացել էր Իտալիայում, որ տիպը այնտեղ ձերբակալություններ ստուգում են այդ շոուն, երբ որ իրենք այնտեղ կազմակերպեցին, հետո իբրև թե հարթվեց այդ ամենը, մեկը լինի Փաշինյանին հարց տա, օրինակ, ես իրան հարց եմ տալիս։ 18 թվականին, երբ որ դու եկար, որ ամբողջ ժողովրդին Սփյուռքով, Հայաստանով, Արցախով խաբում ես, որ գալիս ես փրկես նախկիններից մեզ, ամբողջ հայ ժողովրդին։ Որ եկար Հայաստան, որտեղից էր ինքը գալիս, հենց հիմա այդ հեքիաթն եմ էլի ձեր ասում։ Որևիցե մեկը չի ասում, դու Լոնդոնում ինչ գործ ես ունեցել։ Լոնդոնից եկել ես Փարիզ, Փարիզում էլ անտառների մեջ եղել է ռեստորան, եղել են հայեր հավաքված։ Եկել է գաղտնի, այցելել է Լոնդոն, բրիտանական ուժերն են տարել, վերապատրաստել են։ Այսինքն իրեն միշտ են երկար տարիներ իրեն վերապատրաստել են, որ ինքը այս ծրագրով գար ու լուծարեր եւ թե Արցախը եւ թե շուտով կլուծարի Հայաստանը, եթե չփրկենք մենք մեր հայրենիքը։ Ինչի չեն հարցնում, Լոնդոն գնացել ես թաքուն, ինչ ես արել։
ում ես տեսել։ Լիքը հարցերի պատասխաններ կա, որոնք դե որ մենք ընդդիմություն ունենայինք, այդ հարցերի պատասխանները կստանային։ Իսկ ձեր ասած հեքիաթը, որ մինչև հիմա 8 տարի իրեն հավատացող մասան լսում է ու գոռում է բրավո, բրավո ին տիգրովկաների հագուստով կանայք, հա, որ կան նո տատիկներ, պապիկներ, Նիկոլ, մեր փրկիչ, Իջևան մոլորակից իջած մեր Հիսուսը, որոնք պատժվելու են Աստծո դատաստանի կողմից, 8 տարի ինքը բլա բոլորին խափում է։ Սկսենք բացի այդ Վիոլա ջուրը, որ Վիոլա ջուրը 17 ժամ կտրում են։ Տիպը այնտեղ են բանկա, որ բողոքում էր, որ բանակում տրուսիկ չի ունեցել, խոզուկը որ կա։ Այսօր նայեցի իրեն նստած sense լուրջ դեմքով հարգելի հայրենակիցներ, երբ որ Վիոլա ջուրը որոշեց 17 ժամով այսինչ ամսի 1-ից կտրեն, կառավարությունը շտապ միջամտեց, որ հանկարծ ջրերը այս ժողովրդի գլխից չկտրեն։ Վայ բրավո ձեզ, բրավո, գոնե հիմա Փաշինյանի օրոք տրուսիկներ ձեռք բերած կլինես։ Այդ Փաշինյանը լավ է, միջամտես տրուսիկներդ կլվանան կհագնես։ Կներեք, էլի ես իրերին դիմում եմ այդ անուններով, ինչ որ իրենք ասել են ազգային ժողովից։ Այստեղ այլ լեքսիկոն չկա, իրենց բառերով համաունչ ես իրենց բառերն եմ իրանց երեսին տալիս։ Տիպը, եկեք ես ձեզ մի հատ բան ասեմ, գնացեք 16 կվարտալ, Արաբկիր, սահմանամերձ գյուղեր եւ շատ ու շատ գյուղեր։ Հələ մա տեսեք ջուր կա, որ մի հատ էլ հայտարարում են ջրերը կտրում ենք։ Այս Նիկոլն էլ իրա կնգա հետ միասին, այնտեղ դեկա Գարդասի Լարսեն, դթում, մթում շատ շտապ հավաքեցին, որ աղջիկ ջան, հանկարծ ժողովրդի գլխից ջրերը չկտրես։ Մարդիկ սիրում են մաքուր մնալ։ Իրոք լուրջ եք ասում։ Այդ երբ այս ժողովուրդը նորմալ ջուր ունեցել, որ մի հատ էլ հիմա կառավարությունը երկրորդ դեգրադացված բաներն են էլի անում, երրորդ անգամ են դեգրադացնում հասարակությանը։ Վայ, գիտեք, Փայսինյանը չթողեց, որ ջրերը կտրեն։ Իսկ թոշակները, պարոն Ղուշյան, հիշեք նորից 18 թվականը, գալիս էր արագաչափ էր հանում, կարմիր գծեր էր հեռացնում, տատիկ պապիկների իրա բառերը, թոշակներն էր բարձրացնում, 1000 դրամը բարձրացրեց, մի տարի 1000 քանից հետո 2, հետո 3, բրավո, մեր Նիկոլը, թոշակները բարձրացնում, նախկինների օրոք 1000 դրամ չենք ունեցել, 10,000 դրամ հիմա, դուք չեք կարծում, որ սա ընտրակաշարք է։ Չեք կարծում, որ սա կոնկրետ ընտրակաշարք է։ Արիանա, մի անմիջապես քեզ միջամտեմ, մի մոռացիր, որ ամեն դառը ցտու խոսքի համար այսօր նիկոլական իշխանությունները ձերբակալում են մարդկանց, դե փորձիր գրառում, իսկ դու եթերից այնպեսի բաներ ես հայտարարում։ Չես մտածում, որ կարող է մեզ մոտից դուրս գաս, հատուկ ծառայությունները քեզ սպասեն այնտեղ դրսում, որպեսզի ուղղիղցեն համապատասխան վայր։ Բարով կան, եկեք, տղայեք, եկեք, ինչ եմ անում։ Ես իմ ազատ խոսքն եմ արտահայտում հանուն իմ հայրենիքի փրկության։ Եվ հետո ձեզ մի բան ասեմ, անկեղծ եմ ասում։ Եթե ընդդիմությունը, Նիկոլի ընդդիմությունը, հա, իսկ կապիկ ընդդիմությունը, եթե Նիկոլին չխնդրի, Նիկոլը ինչի համար ինձ պետքա բռնի, կասեք։ Քաղաքական կուսակցության ղեկավար եմ, ինչ եմ։ 8 տարի ես գոռում եմ իմ հայրենիքի համար։ Եթե ինձ բռնես Նիկոլը, հավատացեք, ընդդիմությունն է ասել, որ Նիկոլը ինձ բռնի, որովհետև այս պահին ես ընդդիմությանը խանգարում եմ։ Բոլորի կեղտոտ դեմքերն եմ բացահայտում ու պատմում եմ ժողովրդին, որ ով Նիկոլի մարդն է։ Կան կուսակցություններ։ Ձեր խաթր այսօր անունը չասեմ։ Ինչ անօրինական քարոզ արշավ են անում։ Բան Նիկոլի մարդը չի։ Եթե Նիկոլի մարդը չլիներ, Նիկոլը վաղուց գլխին բամփել էր ու բոլորին հավաքել էր։ Այդ անօրինական քարոզարշավների համար ով պիտի պատասխան տա, հա, Նիկոլ։ Դու դերակ ես չէ, որ Հայաստանում գործում է շատ հզոր գործակալական այսպես ցանց։ Եվ մենք բոլորս
Այն Գարնան 17 ակնթարթ ֆիլմի հիշում ես, չէ՞։ Հա։ Բոլորս կալպակի տակ ենք։ Գիտեմ, ես չեմ վախենում։ Ես անկեղծ չեմ վախենում։ Ես ինքս ինձ չեմ հարգի, եթե ես այս դավաճան իշխանությունից ինչ որ վախենամ, փիսիկանամ։ Հələ մա տեսեք ամբողջ Հայաստանի մեծ մասը վախեցած ման է գալիս։ Ումից, Նիկոլից, ոյ։ Որ սենց էլ խոսում եմ, ասում եմ բան է այս։ Նիկոլի մարդն է։ Հա, անկեղծ եմ ասում։ Նիկոլական է, կամ էլ Ղրերի կատվի ընկերուհին է։ Երանի էդի իմ ընկերուհին լիներ, առաջինը ես սրանց հայրենասիրություն սովորացնեի։ Մեկ էլ սովորացնեի, որ շրջապատում կամ հանդիպումների ժամանակ ինչ պիտի հագնել, փնթին։ Շատ դաժան եք։ Սիրում եմ իրականությունը մարդկանց դեմքներին տալ։ Կապիկություն անել չեմ սիրում։ Արիանա, բայց տեսեք, այս ամենի ֆոնին նորից գլուխ է բարձրացնում կրիմինալը։ Սպանությունները, այդ բախումները փողոցային սովորական երևույթ են դարձել, բայց մենք դերեկ տեղեկացանք, որ ներքին գործերի նախարարությունում լուրջ այսպես պաշտոնանկություններ են արվել։ Տեղյակ եք։ Վա, Տիկին Տոզդոևնան, բարև ձեզ, նախարարը, ներեցեք, իմ էջով ես չեմ խոսում, ներեցեք ինձ պարոն Ղուշյան, այդ երևույթը, որ նստած է, հա, նախարարի աթոռին, ես սրանից մի քանի օր առաջ իմ Facebook-յան էջով շատ խիստ սուր ելույթ ունեցա, որ ես ինչա կատարվում։ Զուբրի տարած տվյալ նախարարը, ով է այդ նախարարը, արդարադատության նախարարությունում եղել է կոֆե դրող, պարոն Ղուշյան, ինքան բան գիտեմ, իսկ որ ես ասում եմ Տոզդոևնա, ես պատահական ոչինչ չեմ ասում, Տոզդոյի թոռնա, իսկ իրա պապիկը ով է եղել, զիբիլների միջից հաց հավաքող է եղել, ավտոբուսները բարձրացել, գումարներ ամուրացել, և իր վեդիում մացական անունը եղել է Տոզդո։ Ես էլ ասում եմ Տոզդոևնա, սա այն Տոզդոևնան է, ձեր մոտից մի անգամ ասել եմ, ես ունեմ իմ անձնական ղազը, չէ, ներեցեք, որ ես ձեր եթերից եմ ասում, դա բոլորը գիտեն, դա նախկին նախարարներ, այս երկուսը ովքեր մտան իմ ընտանիք, կարմիր գիծը հատեցին, իմ բերանը փակելու համար իրենք մտան իմ ընտանիք, հա, լավ եք, փակեցիք բերանս, տեսեք, ես շատ խիստ քննադատել եմ, որ ես ինչա կատարվում, բոլորը վախենում են տանից դուրս գան, պարոն Ղուշյան, բարձր մեկի հետ խոսում ես, դանակով են խփում, զենք են կիրառում, մեկը գնում մոստերից է իրան գցում, դիակներ են գտնում մոստերի տակ, զուբրի տարած մեր նախարարը նստած կոնկրետ խափումը հանրությանը, թե բա հանցագործությունների թիվը նստել է։ Լուրջ եք ասում, այո, հանցագործների թիվը նվազել է, գիտեք ինչի, պարոն Ղուշյան, որովհետև արդեն 1, 2, 3 հոգով էլ իրար չեն խփում, կրակում, արդեն 20, 30, 50, 60 հոգով են իրար խփում, մորթում, գիտեք իմ ձեռքում ոստիկանություն, բարդակա տիրում, Խուդինյան Կարեն դղկին հանեցին, դղկացրին գլխին հանեցին, Վարդան Վարդանյան, Երևանի վարչության քրեականի պետներ ինչ էր, չգիտեմ, զզվում եմ դրանցից, Փաշինյանը, հա, Նիկոլ, լսի, ես ինչ շոու ես անում, ձեր ասած հեքիաթն է, վատ աշխատելու համար, այս երեքին աղմուկ բարձրացավ, գործից հանեցին, այս տիկին Տոզդոևնա տարավ նշանակեց իրան բան, օգնականներ, հիմա հարց է առաջանում, տարակ նշանակեցիք այդ վատ աշխատողներին ձեզ որպես օգնական, որ այս ազգի վերջը, էլ ավելի տակ, նարկոտիկը վխտում է, սպանություններ, սոցիալական հարթակներում դուք տեսել եք ինչա կատարվում, մտեք, չնայած ես ունեմ ինքնասիրություն, ես ես հայկական պորնո կանալում չկամ տիկտոքում, դուք տեսել եք ինչա կատարվում, տիկտոքում լիքը վիդեոներ են ինձ ուղարկել, նստած տղան տղայի հետ է համբուրվում, ծակվում են, պլան են քաշում, աղջիկներին տեսեք, բա ով է այս ոստիկանությունը մեռած, ես հաղորդումից հետո ես ձեզ մի հատ վիդեո ցույց կտամ,
Այսինքն մի քանի վիդեո։ Թող այս ոստիկանությունն ու այս զուբրի տարած, որ բառերը այսպես անգիրանում դուրս է գալիս էկրանների առաջ խափում է ժողովրդին։ Այս նախարար կոչվածը ՆԳՆ-ի։ Թող մի հատ իր ոստիկաններին կարգի իրավիրի, իմ ձեռքում հայտնվել են լիքը տեսանյութներ, այն որ գյուղերից բերել լցրել են պարեկներին, լնգու լավազներին, 8-ամյա կրթություն ունեցող տրակտորիստներին, չոբաններին բերել սարքել են պարեկ։ Գիտեք իմ ձեռքերում ինչ բաներ է հայտնվել։ Ինչ սրբապղծություններ են անում։ Մի պարեկն էլ գնում է Լևի մոռանում է վրայի կամերան հանի։ Դուք հասկանում եք, այս բոմժերին բերել են ինչ են անում։ Ես ասել եմ, իմ մեքենան պարեկը կանգնացրեց, այս վիդեոները բացելու եմ։ Ու նայեմ սրանց դեմքին, տեսնեմ սրանցից որ մեկն է, այն ինչ որ անում են։ Սարսափելի է։ Աղջիկներին, մալալետկաներին, 19-20 տարեկաներին բերել սարքելա պարեկ։ Հələ թող այդ պարեկի մեքենաները տանեն փորձաքննության։ Մի հատ հետևի սիդելիկները ստուգեն տեսնեն նապարնիկներով ինչ են անում։ Ու սրանց նման կեղտոտները պիտի ինձ կանգնացնեն, ասեն ձեր փաստաթղթերը, սև կբերեմ գլխներին։ Հիմա էլ էսա նոր պարեկների ղեկավար կնշանակեն, նորից ժողովրդին սարքել են տուգանքի մատերիալ։ Նորից կսկսեն տուգանել, նոր ղեկավարը եկել։ Էս չի Տոզդոևնան, սա չի իրականությունը։ Կարծես եկել է ժողովրդին վարի տալու, ոչ մի բան չի անում։ Հանցագործությունների թիվը նվազել է։ Այո, նվազեցնեմ քեզ։ Դե մենք վաղուց հաշտվել ենք, որ ապրում ենք ստի, կեղծիքի, խաբեության մի այնպիսի հասարակարգում, որտեղ ամեն ինչ սպասելի է եւ ամեն առավոտը կարող է այնպես բացվել, որ ցանկացած մարդ իրոք իրեն անվտանգ չզգա։ Բայց սա մեր երկրի ռեալ իրավիճակն է։ Եվ սիրելի բարեկամներ, ես ձեզ ուզում եմ ասել, պատահական չէ, որ Արյանան այդքան վրդովված է խոսում։ Ես հասկանում եմ նրա ցավը։ Մարդ, որը տեսնում է ամեն ինչ, վերջը իր էությամբ լրագրող լինելով, նա չի կարող անտարբերացնել այս ամեն կեղծիքի ստի կողքով, ինչը մեզ օրեցօր խեղդում է։ Արյանա, գիտես, կուսակցությունները շատ տարօրինակ են, այդ ձեր կարծիքով այնուամենայնիվ կան կուսակցություններ, որոնք կարող են կազմել մի դաշինք եւ գնալ այս ապիկալ իշխանությունից մեզ ազատել։ Պարոն Ղուշյան, գիտեք, այնքան ամոթ է այս մեր փոքրիկ երկրում, ով ուզի ուզում է դառնա վարչապետ։ Ինչքան լնգու լավազ կա, դուրս է եկել, արևերես դառնում, կոստյումները հագնում են, անկեղծ, գալստուկները կապում են, ու սկսում են քուչա դուրս գալը։ Հարց առաջանում, ժողովուրդ ջան, ես ձեզ 100 անգամ ասել եմ, գալիս են, այն որ ձայն են մուրում, սեքսուալ ձայն մուրացկաններն են իրանք, սեքսուալ ձայն մուրացկաններ են իրանք, ասեմ ձեզ իմանաք, որ գալիս են ձեզանից ձայն մուրալու, խափում են, գալիս են, խափեն ասեն, ես ենք անում են, հենց նստում են իշխանության, էլ մենք ով ենք, չկա այդ տեսակ հասկացողություն, չկա, ոչ մեկին չեն իշում, հարց տվեք, ինչ արած ունեք Հայաստանի համար, կամ ինչի եք որոշել դառնալ վարչապետ, կամ մեկ կուսակցություն, ում ես միշտ ասել եմ ու կասեմ, դա Քոչարի կուսակցությունն է, ով 5 տարի արդեն գնալ գալով Հայաստանում է գտնվում, որպեսզի փրկի մեր հայրենիքը։ Դա Քոչարի կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանն է։ Ձեզ մոտ շատ է եղել։ Մարդ, ով տղավարի, բացահայտ, առանց վախենալու, մարդը ասում է, ազատագրելու եմ Արցախը, մասնատելու եմ Ադրբեջանը, փրկելու եմ հայրենիքը։ Ունենք նման ղեկավար, իդեպ, էլի եմ նկատել Արտակ Սարգսյանի մի քանի այդ ելույթներից հետո, մարդ կա այդ նույն արտահայտությունը անում է, տիպը մենակ ես եմ ասում, իրոք լուրջ եք ասում, ես կխնդրեմ Արտակ Սարգսյանի, և թե տեքստերը, և թե բառերը, որևիցե մեկը չգողանա, վստահում եմ
Արտակ Սարգսյանին գլխով պատասխան եմ տալիս իր համար, որովհետև ինչու։ Արտակ Սարգսյանը հարուստ կայացած մարդ, զինվորական, աչքը կուշտ, գիտեք մարդիկ կողքից ինչ ուզում ասեն, իմ մասին էլ, մենք միասին, ինչ ասես լսել ենք, ինչ ասես, նույնը սկսում են այս մարդու անվան հետ խաղալ, հասկանում եք ինչի, որովհետև եկել է մի մաքուր մարդ, ով ձևավորվում է որպես երրորդ ուժ, ձեռնատուչի, եւ թե ընդդիմության համար, եւ թե ներկայիս իշխանության համար։ Եվ բոլորը շատ ծանր են տանում, ինչու եմ ես սատարում իրեն, ասեմ, որովհետեւ մենակ իրա մեջ եմ ես, որց տղա տեսնում, ոնց որ իմ շատ լավ կյանքի կտոր, ընկեր, աղբեր, բարեկամ Լևոն Հարությունյանն է ասում, ես գիտեմ, հեսա այն ժեխ մասան գալու է ձեր յութուբյան կանալի տակ, աղցի, սկսեն գրելը, հիմար, գիտեն, իրանց կոմենտներով ին վրա ազդում են, էլի, դա մարդ, ով մեր երկիրը չի թալանել, անկեղծ, չի թալանել, և մարդ, ով բացահայտ ասում է, մասնատելու եմ Ադրբեջանը, հետ եմ բերելու, այսինքն հետ չեմ բերելու, ազատագրելու եմ Արցախը և մեր պապենական հողերը։ Պարոն Ղուշյան, էլ այդ մարդուց ինչ ենք ուզում, մեզ պետք է չէ աչքը կուշտ մարդ, որ գա ծառայի, ես գիտեք իրան ինչի շատ հարգեցի, երբ որ ես ասեցի գայք իշխանության, ինք ինձ ասեց չհամարձակվես մյուս անգամ այդ արտահայտությունը անես, մենք չենք գալիս իշխանության, ես երկար տարիներ իշխանության եղել եմ Կենիայում, իշխանության այդ մասնիկներից մեկն է եղել, հա, ասեց ես գալիս եմ իմ ազգի համար ծառայելու, էլի եմ կրկնում, միակ մարդը ես տեսնում եմ Արտակ Սարգսյանին, ժողովուրդ ջան, ասեմ, քոչարի կուսակցություն, բայց եթե ընդդիմությունը այդ տեսակ լավն է, եթե ընդդիմությունը մտածում է մեր երկրի մասին, պարոն Ղուշյան, հարց եմ էլի ձեզ տալիս, խնդրում եմ նվաստից պատասխանեք, մարդ այդ արտահայտությունը անում է, ընդդիմությունը ինչի չի ոգևորվում, հա? Արցախը որ ծախել են ընդդիմությանն էլ է այդ փայից գնացել, հա? Դե ես վաղուց համոզվել եմ, որ ներկա ընդդիմությանը դուք ոչ միայն չեք հավատում, այլ վաղուց չեք ընտրում։ Ոնց հավատամ, պարոն Ղուշյան, եթե Քոչարյան կերպարը մեծամասնությունն է, չէ՞ ինքը ազգային ժողովում, բոլորին խաբեց, իրեն ընտրողների ձայնը խաբեց տարավ, հիշում եք 3 ամիս էին տալիս, 3 ամսից վռնդելու ենք մենք Նիկոլին, 8 տարյա Նիկոլիցս, Քոչարյանի կարմրա գլուխ, չգիտեմ ովքեր, նստած պարգևավճար են ստանում, իդեպ ձեզ ասեմ, պարոն Ղուշյան, ինձ խոստացել են տեսանյութեր տան, որտեղ ընդդիմություն և իշխանություն կոչվածները լինում են շատ տարբեր միջոցառումների, որոնք նաև չեն լուսաբանվում, հա, այս չեն լինում, իրար լիզելով են ման գալիս, էկրանների առաջ են էշ դուրս տալիս, տիպը իրենք ընդդիմադիր են, ոնց կարաք հավատակ ես ընդդիմությանը, եկել էին հեռացնելու, Նիկոլականների հետ Եվրոպաներ են գնում, քանի հատ նկար եմ հրապարակել, Ռուբեն Ռուբինյան ու Դաշնակ, ջերմ նստած գարեջուր են խմում այրոպորտում, Ֆրանսիայի շրխտ նկարեցին ու ուղարկեցին ինձ, հրապարակել եմ, սա է, էսեք դուք, դավաճանի հետ, ոնց կարաս նստես գարեջուր խմես, բա Քոչարյան, ասում էիր, Հայաստանում տղա չկա, հիշում եք, բա եթե դու տղա ես, բա փրկեիր, քո Արցախի մասին մտածեիր, բայց ես քեզ կասեմ, որ այդ տղեն եկել է, դա Արտակ Սարգսյանն է։ Իդեպ Արտակ Սարգսյանի հետ ձեր երկխոսությունը շարունակելու եք։ Այսօր երեկոյան, այո, մենք լայվ ենք ունենալու, այո։ Չէ, որտեվ դա շատ կարևոր է։ Այ դուք այդպես համարձակ ընդդիմությանը քննադատում եք։ Եթե վաղ այդ նույն ընդդիմությունից որևիցե կին պատգամավոր ասի, ես պատրաստ եմ Արիանայի հետ
այսպես դուրս գալ մեջլիս եւ փորձենք մեկս մյուսի որպես ընդդիմադիր գործիչներ հակաճառել։ Պատրաստ ես նման բանավեճի։ Վայ մեծ սիրով, բայց ով կգա պարոն Ղուշյան, հələ ընդդիմությանը տեսեք։ Բայց այնտեղ Իրենք շատ ընդդիմությունը համարձակ խոսող Վայ, աղջիկներ իրենք կան։ կուլտուրական ընդդիմադիրներ են, ովքեր Նիկոլի հետ միասին կուլտուրական ձևով վարի են տալիս մեր երկիրը, իսկ Արիանան այլ լեքսիկոնով է խոսում, պարոն Ղուշյան, դուք էս ինչ եք ասում։ Վայ, Նորմալ լեքսիկոնով է, չեմ տեսել ձեր լեքսիկոնում ամենայն դեպս չէ, մեր երբեմն ոչ, պարոն Ղուշյան, երբ որ ես հունից դուրս եմ գալիս, այ օրինակ տեսեք, ընդդիմություն կոչվածները, ես էլ եմ ասում ձեր խաթր, ես այսօր այդ անունը չեմ տալիս, ես ունեմ շատ մտերիմ ընկերուհի, վաստակավոր բժշկուհի, գիտությունների թեկնածու, ոնց էր կոչվում առողջապահության, չգիտեմ ինչի ՀԿ նախագահանա։ Իր ընդդիմադիր հայացքների համար, պարոն Ղուշյան, աշխատանքից ազատել է։ Վաստակավոր Ասիկ թող մեզ հյուր գա։ Բայ մեծ սիրով, անձամբ ես իրան կբերեմ այստեղ, այն անկյունից կնստեմ, ես ձեզ կնայեմ ու կհիանամ։ Շատ հետարքին են նման մարդը։ Տեսեք։ Փակ TV-ն ազատ ամբյոն է, գիտեք։ Ես գիտեմ, ես դրա համար ձեզ շատ սիրում հարգում եմ։ Ես շատ լավ գիտեմ ձեզ ովքեր են ասել, որ ինչ չկանչեք, որովհետև շատ լավ գիտեմ, դուք տղա եք։ Ես ձեր ցավը տանեմ։ Դուք միշտ առողջ եղեք, թող մենք գանք ձեր մոտ ու ճիշտը բարձրաձայնենք։ Տեսեք, ձեր ասած այդ ընդդիմության պահը Լիլիթ Կուջոյանն է, բժշկուհի, գինեկոլոգ, վաստակավոր բժշկուհի, կանացիության մարմնացում, հիանալի մայր, լավ բժիշկ, իր մի գրառման համար, այսինքն գրառում էր արել, ես Newspress AM լրատվական կայքով հրապարակում էի արել, Լիլիթը Կուջոյան այդ հոդվածը տեղադրել էր իր էջում եւ շնորհակալություն էր հայտնել Արիանա Newspress-ի տնօրեն Արիանա Հովսեփյան ջանին։ Ընդդիմության, ովքեր խափում են ժողովրդին, որ իրենք ընդդիմություն են, գալիս են բիզնես, դրանց միջի կանայք զանգել են Լիլիթ Կուջոյանին ընդդիմադիրները, ռազմորկա են արել, անկեղծ եմ ասում, ինչի ես Արիանային շնորհակալություն հայտնել, գիտեք, նա վատ համբավ ունի, Արիանա, թե այդ կանանցից որ մեկի ամուսնուն եմ տարել պատի տակ, սեն մխտրել հանել ճանապարհը ես չգիտեմ։ մի խորացեք այդ Չէ, ճիշտ եմ ասում, ու այդ երեկոյան մենք, ես, թե ինչ եմ արել, այդ բարոյական ընդդիմադիր կանանց, նաև շնորհակալություն եմ հայտնում, այ եթե կուզեք իրա հետ էլ կապ հաստատեք, Հունաստանում է բնակվում Աննա Աբրամյանը, նաև շնորհակալ եմ Աննա Աբրամյանին, որ նման կանանց այն տեսակ պորտադրում արեց, կանգնեց եւ թե իմ կողքը, եւ թե Լիլիթ Կուջոյանի կողքը, որ ինչի է ձեր քաղաքական հայացքների համար կանանց պիտակավորում չի կարելի։ Արիանա, քեզ ընդհատեմ մի բան, շատ հարգարժան Տիկիլից ես ձեզ անձամբ երեքշաբթի հրավիրում եմ մեր տաղավար, կարող ենք զրուցել, ոչինչից մի վախեցեք, ամեն ինչ արդեն իր հետևում է, այնպես որ դուք կորցնելու էլ բան չունեք, աշխատանքը որ այդքան սիրում եք հիմա չունեք, բայց ոչինչ, լավ ժամանակները դեռ առջևում են, այդպես է։ Այո, ճիշտ այդպես, այո, մենք հաղթելու ենք, Արտակ Սարգսյանը հաղթելու է եւ հայ ժողովրդի դեմքին ժպիտ է բերելու, մենք են որ կզած ենք հիմա կապիտուլացիայի ենթարկված ենք, մենք պարտված ազգ ենք, հավատացեք, տեսեք խոսում եմ մարմինս փշաքաղվում է, Արտակ Սարգսյանը բոլորիս մեջքը ուղղելու է, ու հպարտ նորից շարունակելու ենք ասենք, որ մենք հայ ենք, մնացածը ինչքան ուզում եք Արտակ Սարգսյանի մասին լեգենդներ ասեք, ինք իր գործը հանգիստ անում է։ Դուք երևի գիտեք, որ կա մարդկանց մի խումբ, որոնք էլ ինձ փորձում են ինձ ամոզել, որ Արտակ Սարգսյանը թունդ նեգոլական է։
Հա բայց ինձ էլ են ասում Նիկոլական եմ, որ Նիկոլը ինձ չի բռնում, ես Նիկոլական եմ, Ղրերի կատվի ընկերուհին եմ։ Գիտեք ոնց, մի հատ Արտակ Սարգսյանի խոսքը անկեղծ եմ ասում, եւ որ ասում են, էսի նրա մարդն է, էնի նրա մարդը, բանը, նախ Արտակ Սարգսյանը ունի հրաշալի կին։ Արտակ Սարգսյանը իր կնոջ մարդն է, հա, ամուսին էլի, այդ մարդը այդ բանով եմ ասում, հա։ Արտակ Սարգսյանը այդքան անինքնասեր է, տարի ու կես փակված քրեական գործերի մեջ ողողված, մարդու գլխին դրած սարքած, Նիկոլի մարդն է, այս տեսակ տգետ հասարակություն ունենք եւ սուտի կապիկ ընդդիմություն, իրանց աթոռը առաջ քաշելու համար, սրան սարքում են բան։ Նիկոլի մարդ նրա մարդ, դուք հանգիստ կարող եք տեսնել, տեսեք անօրինական ով է քարոզ արշավներ անում։ Հիմա Արտակ Սարգսյանն է, Նիկոլի մարդը թե իրանք։ Դե ես ուզում եմ քեզանից շնորհակալություն հայտնել, որտեղ չեմ ուզում խորանանք, տեսնում եմ դու այնքան փաստեր ունես։ Այո։ Ես ձեզ հեսա վիդեոներ ցույց կտամ։ Լավ, այդ մասին դուք ինձ ցույց տվեք, ես հետո կգտնեմ նպատակահարմար հանրությանը ներկայացնել, թե ոչ, դա արդեն մենք կորոշենք։ Չէ, էդի հանրության երկուսից վրա էլ բան կանեն։ Արդեն հասկացա, ինչ թեմա է։ Այո։ Սարսափելի։ Այո։ Այո, սիրելի բարեկամներ, տեսնում եք ինչ փաստեր կան։ Շնորհակալ ենք Արիանային, որ այդ փաստերը չի հրապարակում, որտեվ սարսափելի բանի մասին է խոսքը, ես արդեն կռայեցի։ Ես ուզում եմ ձեր անունից մեր սիրելի Արիանային ասել շնորհակալություն, որ եկար։ Ձեզ էլ եմ շնորհակալ։ Եվ իմացեք, որ Փակ TV-ն միշտ հաճույքով ձեզ սպասում է։ Ես էլ հաճույքով, պարոն Ղուշյան, ձեր զանգին եմ սպասում, եմ որ զանգում ասում եք Արիանա ջան, այս ինչ օրը մի հատ չգաս, ու ես մեծ հաճույքով պատրաստվում եմ, որ գամ ձեզ նախ առաջինը, մի հատ ձեր երեսը պինդ պաչեմ ու գրկեմ, որտեղ իրականում ես ձեզ շատ սիրում եմ, շատ արդար մարդ եք, երկրորդն էլ միակ տեղն է, որտեղ ազատ խոսքը արտահայտում ենք։ Առանց մոնտաժի։ Առանց մոնտաժի, այո։ Եվ Սերի բարեկամներ, Արիանա News ընկերության հիմնադիր նախագահ Արիանա Հովսեփյանն էր այսօր Փակ TV-ի տաղավարում, ինչպես միշտ շատ ինքնատիպ, շատ այսպես մաչելի եւ ամենակարևորը շատ սպասված։ Այսօր այսքանը։ Ցտեսություն։